Հիմարը լատիշական հեքիաթ։ Լինում է չի լինում մի հիմար, ու մի օր էլ նրա խելքին փչում է ամուսնանալ, իսկ թե ոնց հարսնախոս գնա, չգիտի, ստիպված մորն է խնդրում, որ իր համար կին բերի։ Հենց այդ ժամանակ նրանց սագերը թուխս էին նստել, ու ամեն րոպե պետք էր հետևել սագերին։ Դրա համար էլ տնից դուրս գալուց առաջ մայրը հիմար տղային պատվիրում է. եթե սագերը տեղից վեր կենան, դու թող նրանք մի քիչ ջրի մեջ հովանան ու էլի շուտ նստեն ձվերի վրա, որ դրանք չսառչեն, տես հա, չմոռանաս։ Մայրը ճանապարհ է ընկնում, իսկ հիմարը աչքը չի հեռացնում սագերից։ Հանկարծ մի սակ վեր է կենում ձվերի վրայից և գնում դեպի գետը, իսկ հիմարը նրան ետ է քշում, բայց դե հենց սագին քշում է մի ափից, սագը մյուս ափն է գնում։ Մեկ էլ հիմարը հիշում է, որ ձվերը հիմա կսառչեն։ Գլխապատառ նետվում է մարագը և նստում ձվերի վրա։ Նստում, մեկ էլ սագը ետ է գալիս։ Սագը կրթկրթում է, մռթմռթում է, կրթկրթում է, որ նա վեր կենա իր տեղից, իսկ հիմարը նստել է ու չի էլ մտածում տեղից վեր կենալու մասին։ Երեկոյան մայրը վերադառնում է հարսնացուի հետ, իսկ տղան սագի պես կրթկրթում է ու վազում է ջահել կնոջը նայելու։ Մայրը գլխի է ընկնում, թե ինչ է եղել, և սկսում է նախատել տղային. Այ թե հիմարն ես դու հա, ոնց ես նստել սագի ձվերի վրա և բոլորը ջարդել, հապա մի վրատ նայիր, տես թե ում ես նման։ Այստեղ հիմարն էլ է գլխի ընկնում, որ ձվերը ջարդվել են, բայց դե հեչ պետքն էլ չի, նայում է վրան, շորերը թափ տալիս ու գնում առաջ։ Դե որ գործ ես անում, շորերդ էլ կկեղտոտվեն, չէ։ Իսկ հարսնացուն հոնքերն է կիտում ու մտածում. ոնց որ բանի նման չի, մինչև գիշեր կսպասեմ ու տուն կփախչեմ։ Հենց գալիս է գիշերը, փեսացուին ասում է. սպասիր ինձ, ես հիմա կգամ։ Բայց հիմարը հիշում է, չի կարելի նրան բաց թողնել, ախր մայրիկն ընթրիքի ժամանակ ասաց. տես որդիս, պինդ բռնիր բերածս գանձին, կինը դա գանձ է։ Ավելի լավ է ես պարանով կապեմ սրան, որ դուրս չփախչի։ Հարսնացուին կապում է պարանով, հետո թողնում է նրան բակ և իսկույն էլ ետ է քաշում։ Բայց աղջիկը հանգույցը քանդում է, պարանը կապում այծից, իսկ ինքը փախչում։ Հիմարը այծին ներս է քաշում խրճիթ, մթության մեջ ոչ մի բան չի հասկանում։ Հարցնում է մորը. այ մեր, էս ինչ է հատակին չխչխկում, կարող է կնիկս մաշիկներ ունի։ Հա տղաս, իհարկե ունի, ինչպես բոլոր կնիկները։ Հիմարը շոշափում է այծին ու ասում. այ մեր, կարող է կնիկս կոտոշ ունի։ Հա տղաս, բոլոր կնիկներն էլ կոտոշ ունեն։ Շոշափում է այծի մորուքն ու գոռում. այ մեր, իմ կնգա ամբողջ դեմքը մազոտ է։ Հա տղաս, բոլոր կնիկներն էլ երկար մազեր ունեն, քոնն էլ ունի։ Վերջապես հիմարը այծի պոչն էլ է շոշափում ու գոռում է. այ մեր, իմ կնիկը պոչ ունի։ Մայրը ոչ մի կերպ գլխի չի ընկնում, թե դա ինչ պոչ է, մոմը վառում է ու նայում. ախր սա այծ է, այ որդի։ Ոյ քեզ բան։ Այստեղ հիմարն էլ է գլխի ընկնում, որ հարսնացուն փախել է իրենից և որոշում է վազել նրա ետևից։ Վազում է նա վազում ու վերջապես հասնում է։ Իսկ հարսնացուն վերցնում է ու ճանապարհի մեջտեղում չոքում։ Հիմարը մոտ է վազում ու մթի մեջ ոչինչ չի տեսնում, կարծում է, թե ցանկապատ է։ Ետ է վազում, որ կացինը բերի ու ցանկապատը կտրի, իսկ հարսնացուն այդ ընթացքում հասնում է իր տուն։
Հիմարը այդպես էլ առանց կին է մնում։ Եվ այդ ժամանակից բոլոր հիմարներն էլ անտուն անընտանիք են ապրում։